Ասեք, քանի վստահ ունեք եւ ինչ մեղադրանքներ են հիմնականում։ Ուրեմն 4 վստահ ունեմ, մեղադրանքները հիմնականում քրեական օրենսգրքի 327 հոդվածով եւ 468 հոդվածներով են։ Այսինքն զանգվածային անկարգություն եւ քննիչների գործողություններին խոչընդոտել, այսինքն արտադրության իրական, այսինքն մեր լեզվով ասած քննիչները ցանկացել են ձերբակալման գործողություն կատարել, քաղաքացիները իբր թե խոչընդոտել են այդ գործողություններին։ Այսպես ասած Ռուբեն Մխիթարյանի շահերի պաշտպանել եք։ Ոչ։ Հիմնական մեղադրանքների ծավալը հիմնական տեսեք, գրեթե բոլորն է նույնա բովանդակ է, որ խանգարել են, հրել են ոստիկանությանը, խոչընդոտել են, գրեթե նույնա բովանդակ մեղադրանք է բոլորինը, մասնավորեցված չէ, թե կոնկրետ տվյալ անձը ինչ գործողություն է արել, ընդհանուր մի հատ բովանդակություն է վերցրել, վարորդի արգանցողը եւ բոլորը նույն բովանդակությամբ մեղադրանքը առաջադրում է, մասնավորություն չկա, որոշակիություն չկա, թե կոնկրետ տվյալ անձը ինչ է արել, փակել է, հրել է, թե ինչ է, ընդդուք մենք որոշների դեպքում նաեւ տեսակցություններ ենք ներկայացրել, որ հագարակ փաստերը հիմնավորող, որ անձը ուղղակի կանգնած է եղել, որևէ գործողություն չի կատարել, բայց կարծես թե վարորդի իրականացումը անթերթվելի է եւ տվյալ պարագայում նույնիսկ մեղադրանք է առաջադրում եւ արդեն իսկ միջնորդություններ են ներկայացում դատարան, որպեսզի կալանքի պատիժների մասին կասեք։ Դե պատիժները 4-ից 8 տարի, 3-ից 7 տարի բավական ծանր հոդվածներ են, այո։ Պարզ է, զանգվածային անկարգություն կար։ Այո, 327-ը զանգվածային անկարգություն։ Ձեր գործողությունները ո՞րն է լինելու հաջորդ։ Դե մենք հիմա մեղքերը չենք ընդունում, միջնորդել ենք, որպեսզի խափանման միջոցներ ընդրվեն, ազատություն զրկելու հետ չկապված խափանման միջոցներ, ներկայացում ենք հագարակ փաստերի ապացուցող փաստեր, այդ նույն վիդեոձայնագրությունը եւ այլն եւ նաեւ ներկայացնում ենք ապացույցներ, թե անձիկ ինչու են գտնվել, ինչ են արել, մեծամասամբ մարդիկ ցուցմունք են տալիս, բացատրում են, թե ինչու են այդտեղ եղել, ոնց է եղել, որտեղ են կանգնած եղել, այսինքն հագարակը ապացուցող փաստերը ամբողջությամբ ներկայացրել ենք, բայց անթերթվելի է քննչական։ Անչափահասի շահերի պաշտպանել եք դուք։ Այո։ Քանի անչափահաս։ Ես մեկի պաշտպան։ Երկու անչափահաս ես նախնական տեղը։ Հա, ես ինձ տեղակ չեմ, այո։ Բարձր նրան եւս, հա, կալանքի միջնորդություն, այո, ներկայացրել են արդեն դատարան։ Հովհաննես Ղարաքիչյանի անուններ բերեք չհրապարակեք, էլի որևէ։ Պարոն Հարությունյան, այստեղ տեսնում եք քաղաքական ենթատեքստ։ Տեսեք, ենթատեքստ այնքանով եմ տեսնում, որ ընդանուր բոլորին նույն մեղադրանքն են առաջանում, չեն մասնավորեցնում։ Դե տվյալ անձիկ ինչ կոր եւ այն հացը չորի հետ խառնում են, այսպես ասած, դա է բգամ, կարծես թե բոլորին որոշված է ձերբակալել, կալանավորել եւ այլն առանց մասնավորեցնու։ Կոնկրետ այդ մարդը գործողություն կատարել է, որ նման պատժամիջոցների ենք մենք գնում։ Դա է, խնդիրային է, որ առանց մասնավորեցնելու բոլորի նկատմամբ նույն վարկագիծն են դրսևորում։